Հին աշխարհը չեմ տեսել ու ոչ մի բան չեմ հիշում ու չեմ նրան երազել իմ հուշերի մշուշում, բայց երբ նայում եմ խաղաղ մորս դեմքի դալուկին, ինձ թվում է, թե մի պաղ վիշտ է եղել կյանքը հին աշխարհը չեմ տեսել ու ոչ մի բան չեմ հիշում, բայց թողել են ամիթել մորս աչքի մշուշում։ Ողջույն սիրելի հայրենակից, Փարք Նժդեհին ու մեր բոլոր մեծերին։ Մեր առույց բանաստեղծ Շիրազը ցեղասպանության տարիներին գրքի կամ կրծքի երեխա էր, նա ապրում էր այդ օրերը, բայց դե գրքի կամ կրծքի երեխան այդքան էլ չէր հասկանում, չէր պատկերացնում ինչ է։ Ու նա այս բանաստեղծությունը, երբ որ դարձավ չափահաս գրեց, նա սրանով ամբողջ աշխարհին ուզեցավ հասկացնել, որ իր մոր աչքերի մեջ այնքան բան կա գրած, երիզված, որ ոչ պատմաբանների, ոչ իրավագետների, ոչ փորձագետների, վավերագիրների, չգիտեմ ականատեսների, դրանց էլ պնդման կամ միջամտման կարիք չկա։ Ինքը ամեն ինչ տեսնում է իր մոր աչքերի մեջ, գիտի ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ եւ մասնավորապես իր ծնողի հետ։ Սա ես ինչի արտասանեցի մեր մեծն Շիրազի, մեր առյուծի այս տողերը, որ թուրք Նիկոլը հասկանա, դեռ սրանից 60-70 տարի առաջ արդեն մարդիկ հենց Շիրազը աշխարհին հասկացնել է տվել, որ այս գործը կասկածի տակ դնելու գործ չէ։ Դու ինչ անես քեզ ես անելու, միևնույն է, որովհետև ի ուրախություն հայ ժողովրդի ապրիլի 24-ին երևաց, որ հայ մարդը պատրաստ չէ բարոյալքվել, պատրաստ չէ մոռանալ եւ ուրանալ իր վիշտը։ Ես ուզում եմ մի փոքրիկ անդրադառնամ նաեւ այն երիտասարդներին, ովքեր այրել էին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները ջահերով երթից առաջ կամ չգիտեմ, ջահերով երթի հետ կապված էր։ Մեծ վրդովմունք է առաջացրել ՀՀ թրքաբարո իշխանության մոտ, թե հարևանների դրոշը այրել են։ Իսկ ով է ասել, որ թուրքն ու ադրբեջանցին հարևան են։ Մեր հարևանները այս պահին պարսիկն ու վրացին է, հազարամյակներով։ Թուրքն ու ազերին հարևան չեն, նրանք իրենց տանը չեն ապրում, նրանք եկել, մորթել, զավթել են։ Եթե նա իր տանը չի ապրում, ուրեմն նա հարևան չէ, այդ տունը իրանը չէ։ Ցեղասպանը չի կարող հարևան կոչվել, նա թշնամի է, նա բորենի է, մարդու բորենի տեսակն է։ Ճիշտ է, ես անշունչ առարկաների հետ կռիվ տալու տենց հակումներ չունեմ, բայց Նիկոլ, մի մոռացի է, որ Ալիևը մեր դրոշի վրայով էր քայլում Շուշի մտնելիս։ Մի մոռացի, որ մինչև հիմա Ալիևը հայ զինվորներին պախարակելու պուրակ ունի, որտեղ իր մատաղ սերունդին տանում եւ քաջություն եւ այսպես առյուծի սիրտ է դնում նրա մեջ հայ զինվորին ծաղրելու, հայ զինվորին ստորացնելու, բայց դա զինվորը չէ։ Ուղղակի գիտենք, որ դա խրտվիլակ է, բայց հայ զինվորի տեսք ստացած։ Նա այդ ամեն ինչին գնում է, ստորացնում է իմ տեսակը, իմ բանակը։ Չնայած դա ինչ անում է ինքը իր հոգու համար է անում։ Ինքն է այդ չար մարդը, ինքը ուզում է հասկանա, հանգստանա իր հոգու խորքում, նա չի կարողացել այն պարտությունը, որ իր հերը կերել էր ու կրել էր ու դեռ պետք է կրեն, նա չէր հաշտվում այդ երևույթի հետ։ Եվ նրա ատելությունը հայ ժողովրդի հանդեպ մինչև օրս գնալով սաստկանում է։ Այդ քո ասած խաղաղությունը իրականում դու ինքդ լավ գիտես, որ Ալիևն ով է։
Դու ինքդ ես կատարում նրա հանձնարարությունները, դու շատ լավ ճանաչում ես Ալիևին եւ դու լավ գիտես, որ նրա մտքինը խաղաղությունը չէ, այլ հայ մարդու ոչնչացումը։ Ուստի Ադրբեջան եւ Թուրքիա չի լինելու, նրանք մեր հարևանները չեն եղել, չեն էլ լինելու, նրանք իրենց տանը չեն, այդ տան տերերը դեռ վերադառնալու են, իսկ Ադրբեջանի դրոշ կամ Թուրքիայի դրոշ ինչպես ուզում եք օգտագործեք դրանք որպես փալաս, որպես ոչնչություն։ Հիշի Նիկոլ, դու էլ պագասը չես, մի Ալիև էլ դու ես, ձեր վերջը միասին է լինելու։ Փառք Նժդեհին, համախմբվեք, միավորվեք, սիրելի հայրենակից։